Նա էլեկտրաշոկը շրջանաձև պտտեցնում էր մարմնիս վրայով, հետո ճչում էր։ Թվում էր, թե սեռական հաճույք էր ստանում դրանից։ Սա Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոն է, Ռուսաստանում բանտարկությունից առաջ եւ հետո։ Նախկին քաղաքապետին 2022-ի ապրիլին ռուսական ուժերը առևանգել էին Խերսոնի գրավումից կարճ ժամանակ անց։ Նա 3.5 տարի է անցկացրել ռուսական բանտում։ Մինչ իր ձերբակալությունը Միկոլաենկոն բողոքի ցույցերի էր դուրս գալիս Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժման դեմ։ Ես ապշած էի մարդկանց թվից, երբ ինչ-որ մեկն ասաց եկեք երթանենք, ես կարծում էի, որ պետք է լինեի առաջին շարքում։ Միկոլաենկոն պատմում է, գերության մեջ նրան բազմիցս ծեծել եւ խոշտանգել են։ Կանգնում ես, ասում են ձեռքդ դիր պատին, դնում ես, ռետինե մահակով հարվածում են ձեռքիդ։ Այնքան այտուցված էր, որ անգամ ուտել չէի կարողանում։ Նա հիշում է, թե ինչպես են իրեն բռնության ենթարկել ռուսական քարոզչության համար ձայնագրված հարցազրույցների ընթացքում։ Երբ հրաժարվել է համագործակցել, նրան Ղրիմով Ռուսաստան են տեղափոխել։ Վորոնեժում ծեծում էին ոչ թե ամեն օր, այլ օրը 3 անգամ։ Ցավոք շատերը հիասթափված էին, երակները, կոկորդներն էին կտրում եւ կախաղան լինում։ Ինչպես կարող ենք այդ տղաների հոգեկան առողջությունը վերականգնել։ 2022-ին Միկոլաենկոն հրաժարվել է գերիների փոխանակման հնարավորությունից իր տեղը զիջելով ծանր վիրավորված մեկ այլ զինվորի։ Երբ տեսնում եք խելագարված, հիվանդ մարդկանց, որտեղ է այն ողորմածությունը, որով դուք պարծենում եք։ Միկոլաենկոն հայրենիք է վերադարձվել Ուկրաինայի անկախության օրը, օգոստոսի 24-ին։ Հիմա նա պայքարում է, որ մյուսներին էլ հայրենադարձեն ռուսական խցերից։